խնդիրը կանում է նրանում, որ մենք ճակերտավոր, իրավական ժողովրդավար պետությունում ենք ապրում, որտեղ մարդկանց նկատմամբ երբ հարուցվում են քրեական գործեր, կոնկրետ իրավական ընթացակարգեր կան, մարդիկ ծանուցվում են, հրավիրում են քննչական մարմին կամ եթե մարդկանց բերման են ենթարկում, կա հատուկ բերման ենթարկելու հիմքեր եւ կրկին իրավական ընթացակարգ։ Երեք մեր հոգեվորականները առևանգվել են բառիս բուն իմաստով, որովհետեւ այս իրավական, երբ խախտվում է իրավական ընթացակարգը, երբ փաստաբանական համայնքը ներգրավում է ու փորձում են ողջել թե որտեղ են գտնվում այս մարդիկ ու հատուկ իրավապահ մարմինները տեղեկատվություն ժամեր շարունակ չեն տրամադրում ու խոչընդոտում են պաշտպանների իրենց գործառույթների իրականացումը, սա դասական առևանգման հետ գործ ունենք եւ ըստ էության ի սկզբան է, process-ը ոչ որևէ կերպ իրավական նպատակ, արդարադատություն չի հետապնդում։ Process-ը եկեղեցու հարցակումների տրամաբանության մեջ է եւ նպատակն է հերթական հարվածը հասցնել եկեղեցուն։ Ուստեղ ուղիղ կոռելացիայի մեջ է այն հանգամանքը, որ ինչ տեղի ունեցավ, մի հատ հետ հայացք ենք նետում։ Օրեր առաջ Փաշազադեն, եթե ճիշտ եմ անունը արտաբերում, Ադրբեջանի կրոնական առաջնորդը մեր եկեղեցուն մեղադրում է ոչ խաղաղության գործընթացը խարխլելու մեջ։ Դրա ու այդ երկու օրվա ընթացքում էլ տեղի ունենում Սամվել Կարապետյանի դատավարությունը, ով եւս այս պահին ապօրինի անազատության մեջ է, որովհետեւ կանգնել է եկեղեցու կողքին։ Այս ամենը փող կապակցված, փող շարունակելու գործընթացներ են ու ինչպես ամփոփվեց օրվա վերջին մենք ունեցանք երրորդ կալանավորված սրբազանը։ Այս պայդրությամբ Հայաստանի Հանրապետությունում սա մեր պատմական ամոթն է։ Ազատազրկված են ապօրինաբար 3 սրբազան հայրեր, որոնք հանրային շատ մեծ հեղինակություն են վայելում ու որոնց ազատազրկման հիմքերը լրիվ թյուր են ու խեղված ու ընդհանրապես իրավունքի ու օրինականության հետ կապ չունեն։ Մենք բնականաբար ինչքան իրենք սաստկացնում են եկեղեցու հանդեպ բռնությունները, ապօրինությունները, այնքան զուգընթաց ես համոզված եմ, որ մեր հանրային արձագանքն է սաստկանալու, որովհետև երեկվանից բազմաթիվ մարդիկ, անգամ ես մի քանի անգամ ընդգծել եմ, նորից շեշտեմ։ Մարդիկ, ովքեր ինքնությամբ հայ են, բայց իր դավանանքը քրիստոնեություն չէ, օրինակ աթեիստ են, իմ ծանոթները, ընկերները, այս մարդիկ ամենամոլի քրիստոնյայից ավելի առաջին շարք են կանգնած, որովհետև եթե մարդ ողջամտություն ունի, եթե մարդը գիտակից է, հասկանում է, այստեղ անձերի հարց չէ, եկեղեցի ինստիտուտն են թիրախավորում, իսկ ինչու են եկեղեցի ինստիտուտը թիրախավորում։ Եկեղեցի ինստիտուտը մեր սահմանադրությամբ էլ ունի բացառիկ կարգավիճակ, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր մեր հայոց պատմության ընթացքում բացառիկ դերով պայմանավորված հատուկ տեղն է ստացել մեր սահմանադրության մեջ, որտեղ ընդգծվել է, որ եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի ինքնության պահպանումն է։ Այսինքն թիրախը հայ ժողովրդի ինքնությունն է։ Փորձում են կործանել, ավիրել, քայքայել միակ կառույցը, միակ 1724 տարի, հազարամյակներ, դարեր գոյատևած հայկական կառույցն է։ Եկեղեցին այն ինստիտուտն է, որ աշխարհասփյուր կարողացել է պահպանել մեր հայկականությունը։ Մենք այն եզակի ազգերից ենք, որ 3 միլիոն ենք մեր պետությունում, բայց 10 միլիոն ենք աշխարհասփյուր։ Եվ եկեղեցին ա եղել ինստիտուտը, որ թույլ չի տվել, որ մենք մեր լեզուն մոռանանք, թույլ չի տվել, որ մարդիկ հեռվանան, ուրիշ ազգերի հետ լծվեն եւ միախառնվեն, մոռանալով իրենց ակունքները։ Այսինքն դասականորեն, գործնականորեն եւ փաստային կերպով ապացուցված է, որ եկեղեցին այո հայի ինքնության պահպանման հենասյունն է։ Հետևաբար հայերը պետք է գիտակցեն, որ իրենց ինքնությունն է թիրախավորված եւ եթե իրենք ունեն որոշում, ունենալու պետություն, պետականություն, ունենալու ինքնություն այս աշխարհում որպես հայ մնալու, գոյատևելու, մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք եւ դառնանք այդ պատնեշը, որը կպաշտպանի մեր եկեղեցուն ինստիտուտը, որը ինքն է մեզ միշտ թիկունք հանդիսացել այս ապօրինի հարվածներից։ Արդեն թվով երրորդ բարձրաստիճան հոգեվորականն էր, որը ձերբակալվում է, սա ինչ որ հատուկ ծրագիր է, ինչ կասեք։
Այս ամբողջ խոսքը սենց դրան էր միտած, այո, ուղղակիորեն ծրագիր է, որը հետևողականորեն իրականացվում է եւ այս հարվածները, այս գործընթացը իմ գնահատմամբ ի սկզբանե կարող էր տեղի ունեցած լինել, ուղղակի հենց երբ մեր երկրի ինչ ունենք, այսօր, մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը վարչապետը նախահարցակ եղավ եկեղեցուն հունիս ամսվանից Facebook-յան գրառումներով, հայտարարություններով, ըստ որի իրավունքը ինքը չուներ, որովհետև ի տարբերություն ինձ, ձեզ, մարդկանց, ովքեր կաշկանդված են միայն իրեն օրենքով ու կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, ինքը կաշկանդված է օրենքով ու կարող է անել միայն այն, ինչ օրենքն է իրեն թույլ տալիս։ Իսկ վարչապետը նման իրավասություն, իրավազորություն, գործառույթ միջամտելու ներեկեղեցական հարաբերություններն ինչքան էլ որ վերացական վերցնենք, որ այնտեղ կարող է խախտում է արձանագրվել։ Դրա իրավունքը ինքը չունի, երբ ինքը այդ կարմիր գիծը հատում է այդ ժամանակ ինքն է հանցագործություն իրականացնում, ինքն է հանցագործը, ուղղակի մեր խնդիրը նրանում է, ճգնաժամային իրավիճակը կանում է նրանում, որ իր հակաօրինական գործողությունները չեն ստանում իրավական գնահատական, չի ենթարկվում պատասխանատվության, ու սա առաջի դեպքը չէ, այս նույն իրավիճակին մենք առերեսվել ենք ի սկզբանե, երբ վարչապետի կոչով շրջափակվեցին դատարանները, դատական իշխանության նկատմամբ նկրտում էր ընդամենը իր քիմքին ոչ հաճո եւ իր քիմքին ոչ հարիր դատական ակտ ընդունելու պատճառով։ Դա տեղի ունեցավ, երբ դրանից հետո շրջափակվեց օրենսդիր մարմինը, ազգային ժողովը կրկին, դրանից հետո սահմանադրական դատանի շուրջ 1 տարի տևող գործընթացները, դրանից հետո կրկին, ոչ իշխանահաճո, արդար, իրենց խղճին, օրենքին հավատարիմ դատավորների գործողությունները, դատավորների լիազորությունները կասեցնելը ու նույն իրականությունում այն դատավորները, ովքեր կամակատար են առաջ խաղացում ապահովելը։ Մի խոսքով մի շարք անգամներ արձանագրել ենք, երբ կոպտորեն խախտվում են սահմանադրության, ժողովրդավար իրավական պետության հենասյունային սկզբունքները, այնպիսիք ինչպիսին է օրինականության սկզբունքը, այնպիսին ինչպիսին է իշխանությունների տարանջատման սկզբունքը իր զսպման հակակշռման մեխանիզմներով, այնպիսին ինչպիսին իրավունքի գերակայությունն է, որովհետև մեր երկրում երբևիցե այսքան քաղաքական բանտարկյալներ չեն եղել ու քաղաքական բանտարկյալներ, որոնք այդ նույն ԵԽԽՎ 1900-րդ բանաձևի բոլոր 5 տարերով համապատասխանում են այդ հասկացությանը քաղաքական բանտարկյալների։ Այսօր այս մարդիկ քաղաքական բանտարկյալ են ԵԽԽՎ անդամ 46 պետությունների տրամաբանությամբ ու այս ճնշումները, հետապնդումները եւ հարձակումները եկեղեցու նկատմամբ ակնհայտորեն շարունակական են լինելու, դիմացը այս ամենը նախ ակնհայտորեն 2026 թվականի ընտրությունների տրամաբանության մեջ է, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը իր վերջին համաժողովին հայտարարեց, իրենց հռչակագիրը ներկայացրեցին, որով իրենք հստակ տեսլական են ներկայացրել։ Առաջինը ակնկալում են ժողովրդի քվեն Եվ ժողովրդի քվեն ստանալուց հետո իրենք փոխելու են մեր սահմանադրությունը, իրենք խարխլելու են մեր պետականության հենասյուները, այդ իրենց 4-րդ հանրապետության նախերգանքով, իսկ 4-րդ հանրապետության նախերգանքը օրակարգ դարձնելը վարչապետի շուրթերով, դա մեր գործող հանրապետությունը եւ հանրապետության իրավական հիմքերը հարցականի տակ դնելը։ Դա լրջագույն խնդիր է, լրջագույն վտանգ է, ընդհանրապես, մեր պետությունը, մեր հանրապետությունը, մեր ինքնիշխանությունը համարակալման ենթակա չէ։ Մենք Հայաստանի Հանրապետությունն ենք առանց համարակալման։ Ու մեր հայ ժողովուրդը պետք է այս շղթայական տրամաբանական կապին հետևողական լինի եւ մենք հասկանանք, որ 2026 թիվը իրականում բախտորոշիչ է լինելու եւ այսօրվա իշխանությունը այս բոլոր հետապնդումները ում են մեկուսացնում են մեր հոգևոր հայրերին, հարձակվում են մեր եկեղեցու վրա, ազատազրկում են զոհված զինծառայողների, նահատակված մեր հերոսների ծնողներին, ազատազրկում են հայ մեծանուն բարերարին։ Ընդ որում երկու այդ մասշտաբի բարերար ունենք, փորձի ցուցակում ընդգրկված մարդիկ, մեկը հիմա ազատազրկված է Բաքվում, մյուսը իր հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում, անգամ միջազգային գործընկերներս այդ դեպքից հետո զանգահարում են եւ հարցում են արդյոք դա համապատասխանում է իրականությանը։
նույն մեջ բերեմ, հա, երկուսի, հա, թե Ռուբեն Վարդանյանի, թե Սամվել Կարապետյանի միջազգային իրավունքի շատ հեղինակավոր մասնագետների, պաշտպանների խոսքերը, երկուսն էլ, առաջինը Ռուբեն Վարդանյանը, հա, Ռուբեն Վարդանյանի իրավապաշտպանը, չդիվանելով մարդը սոցիալական հարթակում գրառում արեց, որ իր տասնամյակների պրակտիկայում ինքը նման նախադեպ չի հանդիպել, որ պետությունը չհամագործակցի ռազմագերիների վերադարձման հարցում, իսկ գերիների վերադարձի ապահովումը միայն հնարավոր է, եթե կա պետության հետ համագործակցություն եւ իր բոլոր հաջողության պատմությունները ստացվել են, որովհետեւ պետությունն է առաջին շահագրգիռը եղել։ Ու հիմա նույնը ասում է Սամվել Կարապետյանի իրավապաշտպան, ասում է մոտ 4 տասնյակից ավելի իր դատաիրավական պրակտիկայում մարդը չի տեսել նման իր անհեթեթ իրավիճակ ու համադրում է նման կարգի իրավունքի գերակայության անկում ու շատ հետաքրքիր համադրություն կատարեց, հա, ասես մի պետություն ու մի իշխանություն, որը նկրտում ունի անդամակցելու Եվրոպական միությանը, չի կարող գրանցել այս աստիճան անկում եվրոպական արժեքներից, այս աստիճան նահանջ եւ հրաժարում կոնվենցիոնալ իրավունքներից ու երկուստեք մեզ համադրում են աֆրիկյան պետությունների հետ։ Մի խոսքով ամփոփելով խոսքս ասեմ, որ սա ուղղակի շատ վաղուց արդեն քաղաքականություն չի, սա մեր բոլոր հայերիս ինքնության պահպանման հարց է, սա ազգային անվտանգության խնդիր է եւ սա մեր պետականության հետական գոյատևման հարց է, որին պետք է բոլոր հայերը, սկիտակից մարդիկ, ողջամիտ մարդկանցով թեև թիկունք լինեն, կրկին ասում եմ, այն բոլոր մարդիկ ու ինստիտուտները, որ մինչ օրս մեր կողքին են կանգնել, մեր պետականության ու ազգի, նույն Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հիմա իրենք բոլորը թիրախավորում են եւ ժամանակն է, որ մենք կանգնենք իրենց թիկունքին եւ թեև թիկունք միմյանց լինելով չթույլ տանք, հա, որպեսզի այսպիսի խայտառակ ողբերգական ներգործություն ու միջամտություն լինի եւ որպեսզի մեր երկրում ի վերջո կրկին իրավունքի գերակայությունը վերականգնվի։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։